Ողջույն, այսօր դիտարկում ենք հետևյալ խնդիրը։ Գրել ծրագիր, որ մուտքում ստանում է n եւ m բնական թվեր եւ էկրանին տպում է n անգամ n հատ վանդականի սիմվոլից բաղկացած մատրից n-ը եւ n փոփոխական արժեքները սահմանափակել 10-ով։ Սա կարող իհարկե որոշ չափով նաեւ անտեսեք, սա սահմանափակել 10-ով, որ ավելի պատկերավոր գեղեցիկ լինի պատկերը ձեզ թվալու համար, տեսնելու համար։ Հիմա մեզից ինչ է պահանջվում է արտածել n-ը m-ի վրա սիմվոլներից բաղկացած մատրից։ Սա գրելու ենք նույնպես օգտագործելով while loop։ Ինչպես կարանք սա իրականացնենք։ Եկեք անցնենք լուծման իրականացմանը։ Հայտարենք այդ n ու m-ը, որ ծրագրի աշխատանքի ընթացքում ներմուծվում է։ n-ը հավասար է int input եւ նույն ձև m-ը հավասար է int input։ Այս երկու արժեքները հայտարարվեցին, որոշվեցին ծրագրի աշխատանքի ընթացքում։ Հիմա պետք է տպենք n հատ m սիմվոլներից բաղկացած մատրից։ Մատրից նշանակում է կարելի է պատկերացնել ուղղանկյուն կամ քառակուսի nm չափի վրա, որի ամեն տարերը վանդականիշներ են։ N-ը տողերի քանակն է, m-ը սյուների քանակ։ Սյուների քանակ նշանակում է տողում եղած տարերի քանակ, այսինքն ամեն տողում պետք է լինի m հատ վանդականի սիմվոլ, մի տողում m հատ վանդական սիմվոլ է։ Այդ մի տողը տպեցինք, անցնում ենք հաջորդ տողն ենք տպում իրար տակից, ու այդ տողերի քանակը պետք է լինի n հատ։ Սա իրականացել ենք կրկնակի ներդրված լուփերի միջոցով։ Հիմա գրենք առաջին լուփը in հավասար է 0 while in փոքր է m եւ print ենք անում վանդականիշ space ստեղ end ենք փոխանցում իրեն, որ ինքը space դնի արանքում, դրա համար այստեղ եկեք վանդականիշ տպենք, թո տպի ու space դնի։ Եվ կարանք բարվենք այսպես։ Ամեն անգամ ավելացնենք ու գրենք այսպես. in հավասար է +1։ Հիմա եթե սա աշխատացնեմ, ինքը ինձ ուզելու է m-ն ու n-ը, ենթադրենք ուզում ենք 4 տող լինի, 5-ը սյուն, ու տողում 5 հատիկ տարբեր քանի, այսպես։ Իրականում սա կարելի է այլ կերպեր լուծել, որ ավելի հեշտ տարբերակ է։ Լավ, խնդրի վերջում դրան կանդրադառնամ, ուղղակի սա եկեք լուծենք լուփեր օգտագործելով, այս պահին այսքանով։ Շատ լավ, սա տպեց տողում եղած տարերի քանակը։ Հիմա տողում եղած տարերի քանակից զատ մենք պետք է այսքան հատ տող տպենք, չէ՞։ Սա այսքանը մի տողն է, բայց սա պետք է լինի n հատ, այսինքն պետք է առանձին loop գրենք while j-ի սկզբանը հայտարարենք, j-ն հավասար է 0, while j-ն փոքր է n։ Այս ամբողջը լինում է այդ while-ի մեջ, ընտիր, եւ այստեղ գրում ենք, որ j-ն պլյուս հավասար է 1։ Բայց միջև սա, եկեք այստեղ մի հատ էլ print ուղղակի print գրենք, որը հաջորդ տողը տպելու է դատարկ տող։ Անցնելու է հաջորդ տողերը ավելի շուտ։ Այսպես կարծեմ print նույնլայն սա պետք է լինի, եւ j արժեքը մեկով մեծացնում ենք, սա աշխատացնենք 4-ը 5-ի վրա։ Եվ տեսեք 4-ը 5-ի վրա ունի 4-ը տող եւ 5-ը սյուն։ Տողում եղած տարի քանակը դա սյուների քանակն է, 5-ը սյուն 4 տող։ Սա այսքանը ապահովում է, որ ինքը արտածի մեկ տողում տարերի քանակը, իսկ սա ապահովում է, որ ինքը մեզ թույլ տա մենք այդքան հատ տողեր էկրանին արտածենք։ Ընտիր, այս խնդրից բացի ուրիշ մոտեցում եւս կարելի է ցուցաբերել, որ իրական string-ների հետ կապված քայլ է, string-ների հետ կապված գործողություն։ Եկեք այս n ու m-ը այստեղից copy անեմ։ N ու m-ը այստեղ ունեմ։ Շատ լավ։ Հիմա տեսեք, ուզում եմ արտածեմ m հատ, մեկ տողում m հատ տար, չէ՞, դա կարող եմ իրականացնել հետևյալ կերպ իրականում։ Print վանդականիշ space բազմապատկած m-ով։ Սա կտպի m հատ վանդականիշ մեկ տողի վրա։ 4, 5, ու տեսեք տպեց։ Այսինքն այս ներսի լուփը ես փոխարինեցի այս մի տողով։ Այս մի տողով։ Եվ հիմա եթե սա էլ դնեմ n լուփի մեջ, որը n հատ ապրատտվում, այսինքն եկեք լավ գրեմ։ Վերևում j-ով է գրել, այստեղ է j-ով կգրեմ, որ չխառնեք, j-ն հավասար է 0, while j-ն փոքր է n, այսպես print արա
Սա եւ ժին պլյուս հավասար է 1, այսպես 4, 5։ Այդ 4-ը 5-ի վրա արտացած։ Սա է խնդրի մեկ այլ լուծում, որը կարաք նույնպես դիտարկեք։ Ավելի կարճ տարբերակ է, այո, այստեղ string-ների գործողության մասին պետք է իմանալ, որ string-ի այդ բազմապատկումը դա տող այդ string-ը կրկնապատկումը այդքան անգամ կնու այդքան անգամ կրկնում է, այստեղ m-ը կգրի արկող կողքի։ Այս փաստն է ձեզ այստեղ կարևոր իմանալը, մնացածը արդեն կարաք իրականացնեք։ Վերջ ընկերներ, այսօրվա այսքանը, լավ մնացեք, կհանդիպենք։